Ի վերջո, այս քարոզարշավին ինչ գնահատական կտակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մնացել է ընդամենը մի քանի օր եւ ընտրությունները հաջորդ շաբաթ կկայանան։ Մարդկանց կողմից տրամադրվածություններ են հետաքրքիր, ձեր կողմից ինչ արձագանք են ստանում եւ ինչ հարցերով են ձեզ դիմում առհասարակ։ Դե մենք այն դասական քաղաքական ուժը չենք, այն կուսակցությունները չենք, որտեղից կարող են գալ սերմնացու, աջակցություն, գումար, ինչ-որ բան ակնկալել։ Մեզ միանում են եւ մեզ սատարում են բացառապես ազատ մարդիկ, ազատ մտածող մարդիկ, գաղափարական մարդիկ, ովքեր հասկանում են, որ համակարգի կոտրելը, այս ապօրինի համակարգի կոտրելը պիտի ինչ-որ մի բանից սկսվի եւ մեր գործողությունները եւ մեր պրոյեկտը ուղղված է հենց դրան։ Սա ամբողջական փոփոխության բերել չի կարող, բայց սա առաջին քայլն է, սա անհրաժեշտ քայլն է, որը մենք առաջարկում ենք։ Ինչ իրավիճակա դուրս տեսնում եք, մարդկանց հարց տալու համար կալանավորում են կնոջը այն բան, հա, եղբորը կորցրած բժշկում են հանգիստ նորմալ մարդավարի հարց տվող մարդու ինչ վերաբերում է, ինչ կան ատելություն կա, ինչ կան անթույլատրելի բառապաշտպար կա, ինչ կան նոր տալի բան կա, մենք գալիս ենք սա մերժելու, մենք ուզում ենք բացատրել, որ սա եւ նաեւ մենք մեր ակցիաներով ցույց ենք տալու, որ քարոզարշավ կարելի է իրականացնել առանց իրար անվանելու, առանց իրար կալանավորելու, ձեռքակալելու, երբական բռնության կոչեր անելու, հնարավոր անել բանը քարոզարշավ եւ ոչ պակաս արդյունավետ, քան մնացած բոլոր մասնակիցները։ Եւ Արցախի ներկայացուցչության շենքը օրեր առաջ կառավարության կողմից խլվեց, հա, եւ սա այն շենքն էր, որը ըստ էության պատառիկ էր մնացել Արցախի, այստեղ լսվում էին արցախյան բարբառը, համուհոտը, ինչ է այս քայլով կառավարությունը ինչ նպատակ է հետապնդում, այս մնացած պատառիկը եւս պոկել եւ ջնջել հայի հիշողության մեջից։ Տեսեք, մենք ունենք 100 տարուց ավել առաջ դեղ ունեցած ցեղասպանություն, մենք ունենք բարբառներ, որոնք պահպանվել են, որոնք չեն վերացել, այնպես որ կառավարության որոշումներով չի, որ բարբառները կամ իրավունքները զիջվում են, այնպես որ իշխանությունը ուղղակի իր հավատարմությունն է ցուցադրում Ալիևին, Թուրքիային, դրսի բոլոր խաղացողներին, ովքեր հետաքրքրված են այս process-ը իրականացնելու հետ, մենք պիտի լինենք ավելի կանգուն, մենք պիտի լինենք ուժեղ, որովհետև հայրենիքը, պետությունը, իրավունքը դա մի մարդու, մի կուսակցության, մի թշվառ խմբակի որոշումը չի կարող լինել։ Մենք շատ իրավունքներ ունենք, որոնց պետք է հետևից գնանք, բայց դրան հետևից գնալու համար մենք պիտի ունենանք կայացած պետականություն, մենք պիտի ունենանք կայացած ինստիտուտներ, դա այդքան բարդ է, շատերին բարդ է թվում, թվում է թե անվերջ ինչ-որ process է, ես 1000 տարի հետևել չէ, ուղղակի պետք է մի անգամ սկիզբը ճիշտ դնել եւ գնալ այդ իրավունքների հետևից։ Ես բոլորին ծով համբերություն եմ մաղթում, ես բոլորից ներողություն եմ խնդրում, եթե մեր թիմը որոնց է մեկին ինչ-որ առիթով նեղություն ա տվել կամ տրամադրություն ա գցել, իսկ մնացածին մի շաբաթ է մնացել ժողովուրդ ջան, ես հուսամ դուք ճիշտ որոշում եք կայացնի։